Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից խոստանում է լուծել Արարատյան զանգվածի բնակիչների բոլոր խնդիրները, եթե նրանք մայիսի 5-ին իրենց ձայնը տան ԲՀԿ-ին։ Հնարավոր է մայիսի 5-ին Երևան քաղաքում իրականացնել իշխանափոխություն։ ԲՀԿ ներկայացուցիչներն ահազանգում են ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանությունն օգտագործում է իր բոլոր լծակները, անգամ ճնշում են ԲՀԿ համակիրներին։ Նման դեպք նրանք արձանագրել են օրեր առաջ Ծառատունքի ժամանակ, երբ իրենց հետ նաև ջրցան մեքենայի էին տարել։ Հետո իմանում ենք, որ այդ ջուր տանող մեքենայի վարողին աշխատանքից հանել են։ Մինչ ԲՀԿ-ն խոստումներ է տալիս Արարատյան զանգվածի բնակիչներին, այգու հարևանությամբ մեկ այլ քաղաքական ուժ արդեն հասցրել է շինարարություն սկսել փողոցի վրա։ Հանրապետականը 2 օր առաջ սկսել է քանդել։ Քույրուղին է փչացել, իբր, բայց թե երբ կվերջացնի չգիտենք։ Բարգավաճ Հայաստանը խոստանում է մայրաքաղաքում ավելացնել մանկապարտեզների թիվը, բարեկարգել ճանապարհները, վերադարձնել բնակիչներին իրենց ավանդները։ Վարդան Օսկանյանն էլ իր հերթին վստահեցրեց քաղաքապետ դառնալու դեպքում շաբաթը 2 անգամ հանդիպումներ կունենա երևանցիների հետ։ Քաղաքապետը քաղաքացիներից մեկը պետք է լինի։ Մենք նույն նավու մեջ ենք։ Իսկ ինչ են մտածում ԲՀԿ-ի այսօրվա ելույթը լսող երևանցիները։ Ուզում եմ, որ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանին ընտրենք, որովհետև նա գործողություն կատարող է։ Շատերն էլ խոստում են տալի, անես խոստումներ են տալի, որ էլ դուսուս, բայց դեռ մեզ մեջտեղը բան չկա։ Էրա խոսածին ու անցավ գնաց։ Նարինե Սարգսյան, Կարեն Չիլինգարյան, IPF։